Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, մենք շարունակում ենք քննարկել եւ վերլուծել շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Այսօր մեր հյուրն է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը, ողջույն պարոն Զաքարյան, շնորհակալ եմ մեզ գալվելու համար։ Պարոն Զաքարյան, այս շաբաթա սկզբում թե շաբաթավերջում համացանցում մի տեսանյութ էր տարածվել, սենց ակտիվ ու խոսակցություններ էլի շրջանառվեցին, որ ադրբեջանցիներ են թափանցել Հայաստանի տարածք, ընդ որում Ամասիայում են եկել են իբրև իրենց հարազատների գերեզմաններ այցելեն, այսպես հոխորտացել են, որ շուտով մենք վերադառնալու ենք, այս ձեր հողերը չեն, տեսանյութում իհարկե այդ ամենը չկա, այդ ամենը խոսում են բնակիչները, բայց ամեն դեպքում տեղադրող, չեմ կարող ասել լրատվամիջոցի տեղադրողը դիմել էր արդեն ներքին գործերի նախարարություն, նրանք ուղղորդել էին ԱԱԾ-ն էլ ասել էր դիմեք գրավոր։ Պիսի տպավորություն է, որ մենք տարբեր երկրներում ենք ապրում իրականում, այդ տեսանյութի արձագանքի մասին եմ ուզում նախ խոսենք, շատ ենք խոսել իհարկե, որ որևէ արձագանք այդպես էլ կարող է չլինի առհասարակ, բայց եթե ենթադրենք, որ տեսանյութը իսկական է, այնտեղ ռուսերեն են խոսում իրականում, ինչպես է գնահատում այդ փաստը, որ իրականում ադրբեջանցիները սենց ազատ կարող են մտնել, հանգիստ խոսալ, արդեն ժողովրդի հետ շփվելով ասել, որ այս հողերը շուտով հանձնելու եք, այս ամեն ինչը մերն է, սա իրականում անվտանգության բաց թողում է, թե էլի ինչ-որ երևի արդեն գիտեք, որ որտեղ են Հայաստանի վարչապետն ու Իլհամ Ալիևը գտնվում Վաշինգտոնում, այնտեղ երևի նախակուլիսային ինչ-որ խոսակցություններ են եղել կամ նախնական հանդիպման, ինչ-որ բան, պայմանավորվածություն կա, չգիտեմ, շեղելու, ինչ անելու, ամեն դեպքում տեղեկատվական էլի աղբա նետված է։ Ինչ ասեք դրա մասին։ Տեսեք, անկեղծ ասած, մենք էլ չկարողացանք ճշտենք այդ տեղեկատվության իսկությունը, որևէ մեկից չկա իսկության, բայց ինքնին մտահոգիչ է։ Ինքնին մտահոգիչ է, դա կարող է Պանդորայի պատուհանի նման բան լինի, մի երկու հատ տենց բան անեն, կեսը մտածեն ճիշտ է, մյուս կեսը մտածեն ճիշտ չի։ Աստուգում են էլի նյարդերը մարդկանց։ Մի քանի այդպես բան անեն, հետո ինչ-որ մի պահի էլ դա կարա ճիշտ լինի, ճշմարտություն լինի, ամբողջ խնդիրը նա, որ արդյոք մեր ներքին անվտանգությունը եւ հակահապեկչական ամբողջ մեխանիզմները իրենց այսպես պատրաստ են դիմագրավել ըստ անհրաժեշտության բոլոր գործողությունները, որովհետեւ ոչ մեկ երաշխավորված չի եւ որևէ կերպ երաշխավորված չի հանգամանքը, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում կարող են ամենատարբեր ներթափանցումները լինել։ Մեր սահմանների որոշ մասն էլ մեր դաշնակցային հարաբերություններով են վերահսկվում, իսկ սրանք թե դաշնակիցների հետ ինչպես են վերաբերվում, դա եւս այսպես գաղտնիք չի, գումարած նաեւ մեր հասարակության զգոնության խնդիրները։ Նման դեպքում ես կարծում եմ, որ հանրային այսպես եթե դա իրականություն լիներ, հուսով եմ, որ մեր քաղաքացիները ամբողջությամբ չեն կորցրել իրենց ողջամտությունը, զգոնությունը եւ անպայման դրա մասին կլիներ հավաստող, այդպես ասած, կենթանի վկայություններ։ Բայց տեղեկատվական իմաստով ինքնին արդեն վատ բան է նշանակում, որ պատրաստվեք, միևնույն է դա մի օր լինելու է իրականություն։ Նախապատրաստական, այսպեսի հոգեբանական, տեղեկատվական, հոգեբանական, որ ասում են հիբրիդային պատերազմներ, իրականում Ադրբեջանն է հիբրիդային պատերազմ։ Կանխեցիք հիբրիդային պատերազմի տարես է, այսինքն ստացվում։ Իրականում Ադրբեջանը կամ ադրբեջանցիների վերադարձով շահագրգիռ շրջանակներն են նման հիբրիդային պատերազմներ մղում Հայաստանի Հանրապետության դեմ։ Ասենք այն փաստը, որ ՆԳՆ-ն ուղարկում է ԱԱԾ ու ԱԱԾ-ն էլ ասում է գրավոր դիմեք, շատ կայծակնային պիտի լիներ իմ կարծիքով այդ արձագանքը, ոչ թե այսպես գրավոր դիմեք, կարծում եմ։ Չգիտեմ, գուցե իրանք ճշտել են եւ հավաստիացել են, որ նման բան չկա, չնայած իրանցից է պետք ճշտել, ոչ թե իրանք ճշտեն ինչ-որ մեկից։ Տեղել է աբսուրդ, որ եթե նման բան եղել է ու դրա մասին առաջինը ԱԱԾ-ն չգիտի, ուրեմն մենք մեր երգը երգած է, ոնց որ ասում են։ Բայց ես հուսով եմ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, գոնե այդ իմաստով եւ այդ զուտ տեղեկատվական բանա իրականություն չի, բայց նույնիսկ տեղեկատվական իմաստով սա ազգային անվտանգության խնդիր է։ Այսինքն պետք է զբաղվեն մարդիկ։
Այսինքն դուք համաձայն եք նրա հետ նաև, որ Փաշինյանի ու Ալիևի այս հանդիպումը, որ զուգադիպություն չենք կարող ասել, այդ նույն պահին գտնվում նույն վայրում, դպրոցական աշակերտների նման դասին կանացնում բարիշեք իրար հետ, այսինքն այս բաները արդեն իսկ խոսում են այն մասին, որ Հայաստանը այլևս ինքնունությունը կորցրած երկիր է, առնվազն Ադրբեջանի եւ Թուրքիայի պարագայում ստիպված է գնալ նրանց այսպես խաղալ բարեդրանց դուդուկի տակ, իսկ դա ոչ թե անվտանգության մասին է խոսում, այլ դա ընդհակառակը դա խոսում է սպառնալիքների մասին։ Հիմա իրանք ինչ են ասում, եթե մեր վրա չեն կրակում, արդեն խաղաղություն։ Դա նշանակում է, որ մենք ասենք Հայաստանի հայոց այբուբենը բաղկացած է միայն B տառից։ Տեսեք, B տառը կա, ուրեմն մենք այբուբեն ունենք։ Այսինքն խաղաղություն բազմաթիվ կոմպոնենտներ, եթե նման օրինակ տեղեկատվական թեկուզ պատերազմներով, հիբրիդային պատերազմներով, հոգեբանական ճնշումներով, շանտաժով, սա խաղաղություն չի, սա ընդհակառակը խաղաղության դեմ ոտնձգություններ են։ Իսկ այսօր հայ ժողովրդին պահում են հենց այդ ճնշումների, հոգեբանական ճնշումների, վախի, շանտաժի եւ մնացած բանի իմաստով։ Այսինքն սա դա նորություն չի իրականում ու հերթական։ Չի խոսում մեջ, այսպես ասած, դեպի խաղաղություն գնալու ճանապարհին, բացի այդ շուրջը նայում ես, տեսնում ես, որ խաղաղություն չկա։ Եվրոպան է մեր խաղաղության երաշխավորը, Եվրոպան պատրաստվում է պատերազմի, ընդ որում շատ լուրջ։ Ռուսաստանն է մեր խաղաղության երաշխավորը, Ռուսաստանը 4 տարի արդեն պատերազմի մեջ է եւ Աստված գիտի թե երբ կավարտվի եւ Աստված չանի, որ ընդլայնվի։ Մեր հարևաններն են կամ Մերձավոր Արևելքից ենք մենք սպասում որոշակի, այսպես ասած, երաշխիքներ, աջակցություն, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, ընդհանուր մինչև Հնդկաստան, Չինաստան, բոլորի մոտ նախապատերազմական տրամադրությունը։ Բոլորը ծանր մեծ խոշոր զորավարժությունների մեջ են, բոլորը պատրաստվում են իրենց շահերը պաշտպանել, այդ թվում նաև ուժային գործոնով։ Հիմա մենք այս ամեն ինչի մեջ խաղաղությունը որտեղ ենք փնտրում։ Մենք ընտրության ենք պատրաստվում։ Մենք էլի ընտրության պատրաստվենք կամ չպատրաստվենք, ով ոնց կամենում է, բայց այդ ընտրության խաբեության գործիքներից մեկը խաղաղությունն է, չէ՞։ Բայց ինչի խաբենք մեր ժողովրդին։ Ինչի են ուզում անպայման խաբեն ժողովրդին, խաբելով քվե վերցնեն։ Երբ որ ասեցին Արցախ Հայաստանը եւ վերջ դա խաբեություն չէր, խաբեություն էր, չէ՞։ Երբ որ ասեցին Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա, դա խաբեություն չէր, խաբեություն էր, չէ՞։ Երբ որ ասեցին մենք թույլ չենք տալու որ Արցախը ենթարկվի էթնիկ զտման, դա խաբեություն չէր, խաբեություն էր, չէ՞։ Եվ ինչը խաբեություն չէր։ Հիմա եկել են էլի էական, ամենակարևոր խնդրի վրա խաբեություն են կառուցում։ Գնում ենք Եվրոմիություն։ Մեկը նայում ես դեպի լուրջ մարդիկ Եվրոմիության մասին ասում են, այս կառույցն ապագա ունի, թե չէ։ Կարդացեք համաշխարհային լրատվական հոսքերը, վերլուծությունները, լուրջ վերլուծական կենտրոնների ռազմավարական հետազոտությունները եւ դրանց հետևանքները։ Եվրոմիությունը ապագան մեծ հարցականի տակ է այսօր։ Մենք գնում ենք ժողովրդին խաբում ենք, ասում ենք Եվրոմիություն եւ այլն։ Այսինքն այս խաբեությունների ճանապարհով մենք երբեք նորմալ իրավիճակի չեն կարողանալու բերենք կայուն հարաբերությունների, կանխատեսելի հարաբերությունների եւ կարողանանք այս բարդ իրավիճակում ճիշտ որոշումներ կայացնել։ Իրանց պետք չի որ մենք ճիշտ որոշումներ կայացնենք եւ իրանց պետք է ընդհանրապես որ Հայաստանը Ադրբեջանից եւ Թուրքիայից խիստ կախվածության մեջ լինի, իսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից միշտ երաշխավորելու են որ իշխանության մնա այն ուժը, որը իրանց սիրելին է։ Պարզ է, Ադրբեջանն ու Թուրքիան երբեք չեն ուզենալու, որ այսօրվա ընդդիմությունից որևէ մեկը իշխանության գա։ Պարզ է, Ադրբեջանն ու Թուրքիան երբեք չեն ուզենալու, որ որևէ ազգային ուժ իշխանության գա։ Այսինքն իրանց շահագրգռվածությունը կայանում է նրանում, որ լինեն իշխանության այնպիսի ուժեր, որոնք միշտ ասեն, դե թուրքերը մեր աղբերներն են, իսկ թուրքերը Հայաստանում իրանց պահեն այնպես, ինչպես իրանց է պետք կամ իրանց երազանքն է։ Լավ, հիմա Վաշինգտոնում խաղաղության խորհրդի առաջին նիստին մասնակցությունը կարող է նշանակել մեր համար էլի նոր զիջումների փուլ։ Խաղաղության խորհուրդը գազային է վերաբերում, Հայաստանի հետ կապ չունի։ Այսինքն, եթե հաշվենք
Միացյալ Նահանգների տեսանկյունից Միացյալ Նահանգներին պետք էր, որ որոշ երկրների, այսպես ասած, քանակ հավաքի, որպեսզի իր միջազգային դերը եւ կշիռը խաղաղության դերակատարման մեջ ցույց տա, այսինքն պատահական չէր, որ կանգնացրեց Ալիևին եւ Փաշինյանին, ասեց տեսեք խաղաղություն, տեսեք դուք իմ աղբերներ եք, դուք իմ անգերներ եք եւ այլն, այսինքն ինքը իր խաղաղարար ֆունկցիան է ցույց տալիս եւ լավագույն էքսպոնանտներից մեկը այս պահի դրությամբ Ալիևն ու Փաշինյանն են։ Հիմա վաղը պատերազմ կլինի, դա արդեն Թրամփին եւ Միացյալ Նահանգներին չի հետաքրքրում, վաղ ասելով նկատի ունեմ մի քանի տարի հետո ենթադրենք, հա։ Արդեն իրանք քաղաքական, այսպես ասած, գործընթացը մեկնարկել են եւ այս պահին այդ գործընթացը վերաբերում է Գազային, հաջորդ պահին վերաբերել է նաեւ տարածաշրջանի այլ խնդիրներին, այսինքն խաղաղության փոխվում է, բանը գուցե ՄԱԿ-ին փոխարինող արդեն ֆունկցիա են վերցնում։ Հիմա Դե Թրամփը վաղուց Միացյալ Նահանգները, այո, կառուցում է իր աշխարհակարգը, իր բևեռը։ Ռուսաստանի եւ Չինաստանի համար այլ պատկերացումներ վաղը կարող են լինել, հետեւաբար որտեղ է լինելու Հայաստանը։ Դե Միացյալ Նահանգների համար պարզ դարձավ, որ Հայաստանում էլի Փաշինյանի ղեկավարությունն է կարևոր։ Այո, ինչու, որովհետև գործընթացը շարունակում է եւ այդ գործընթացը պետք է գնա հասնի մինչեւ Կենտրոնական Ասիա, պատահական չէ, այդտեղ նաեւ Կենտրոնամիջին Ասիայի մի քանի երկրների, մինչեւ Պակիստանի ղեկավարներ այնտեղ, այսինքն այս գործընթացը շատ բարձ ցույց է տալիս հաշվարկները եւ ինչ գործ ունի այնտեղ Հայաստան, ես անկեղծ ասած չեմ հասկանում։ Լավ, եթե խաղաղություն բառն է կարևոր, այո, խաղաղություն բառը կարևոր է։ Միացյալ Նահանգների հետ գործընկերությունն է կարևոր, այո, շատ կարևոր է։ Բայց այդ խաղի մեջ մենք որտեղ դու որպես ինչ ես խաղում։ Եթե մի խաղի մեջ դու գնդակն ես, ուրեմն դու չես խաղում, այո, դու մասնակցում ես այդ խաղի, բայց գնդակի դերում։ Հետևաբար էս է մեր այսօրվա տխուր իրականությունը։ Եթե մի պահ էլի հետ կան գլոբալ քաղաքականությունից մեր այս ներքին ճիշտ է փոխկապակցված է ամեն դեպքում չի կարող այլ կերպ լինել։ Ինձ օրինակ իսկապես հետաքրքիր է, ասացիք հետաքրքրվել եք, չեք պարզել, որ ոնց են մտել, բայց ամեն դեպքում նրանք կարծում գաղտնի չեն իրականությունը թե իրականություն չի։ Այսինքն մենք չենք կարողացել պարզենք դա իրականությունը թե իրականություն չի։ Որովհետև շատ տարօրինակ, եթե հարցերն առաջան Բագրատաշյանի անցակետից ոնց են մտել, այսինքն ԱԱԾ-ն ապահովել է, չէ՞ նրանց անվտանգությունը։ Ես չգիտեմ, այսինքն դա արդեն մասնագիտական ուսումնասիրության խնդիր է, մենք փորձել ենք հասկանանք այս նյութերը, որ հայտնվել են համացանցում։ Ես հակառակը պատկերացրեցի, հայ մեզանից որևէ մեկը կարող է գնասի, ես ուզում եմ մտնել Արցախ, իմ ծնողի տատիկի գերեզմանը ասենք այցելեմ ու այնտեղ ինչ կկատարվի, եթե ինձ անցակետում։ Բայց այդ բարձա ինչ կկատարվի, Բաքվում տեսնում ենք, չէ՞, ինչ է կատարվում։ Տեսանք դատավարությունների հետևանքները, Ադրբեջանում ունենք, չէ՞։ Այդ հայտարարությունը, դրա մասին իհարկե շատ է խոսվել, բայց կուզեմ անդրադառնալ, որ համեմատեց Նյուրնբերգյան դատավարության հետ եւ Ալիևը երեկել Հաջիևը իր օգնական այդ պսևդո խաղաղությունը, որի մասին էլի շատ են խոսել։ Հիմա գալով էլի Նյուրնբերգյան, գալով ահաբեկիչների հաջորդ պահին չեն պահանջելու մեր երկրի մյուս ղեկավարության ներկայությունը Բաքվում եւ նրանց դատավարության կարող է լինի շատ լայն ցուցակ, որովհետև ասենք ո՞նց ենք մենք գնում պայմանագիր կնքում։ Ես չգիտեմ մենք ոնց ենք պայմանագիր կնքում եւ ինչի մասին է այդ պայմանագիրը։ Մենք գնում ենք Հայաստանի Հանրապետության պետականության ավարտին Նիկոլետ հետևից այս ճանապարհով։ Մենք գնում ենք, այսինքն Ադրբեջանի կցորդը այս տարածաշրջանում լինելու Նիկոլի հետևից։ Դե չեն ուզում Ռուսաստանին վերադառնան։ Չէ, որևէ մեկի կցորդ պետք չի լինել ոչ Ռուսաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ Ամերիկայի, շատ լավ իրավիճակ է ստեղծվել լիարժեք անկախ եւ լիարժեք ինքնիգնուրում պետություն կառավարում իրականացնելու համար համաշխարհային այդ զարգացումն է։ Խելացի եւ ճիշտ քաղաքականությամբ, ոչ թե Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ գնալ այնտեղ կանգնել, ժպտալ ու բան ոչինչ քո երկրի համար ոչինչ չունենալ արդյունքում, գալ ասել Թրամփը ներողություն Թրամփի ուղին տրիպը մեջ խաղաղության երաշխավորն է, գնալ, չգիտեմ, Ռուսաստանում ուրիշ բան ասել, մի խոսքով, այսինքն այս սաչի այն քաղաքականությունը, որը Հայաստանի Հանրապետության այս վիճակից դուրս է բերելու եւ ապահովելու է
զարգացման կայուն հնարավորություններ։ Հակառակը, այս իրավիճակը մեզ դարձնելու է Ադրբեջանի ենթակա պետություն, եթե իհարկե պետությունն էլ ֆորմալ իմաստով։ Դեպաբար անվտանգության առումով մենք շատ լուրջ մտահոգությունների տեղիք ենք տեսնում, պատճառներ ենք տեսնում եւ շատ խոցելի ու սպառնալիքներով լեցուն ժամանակահատվածում ենք գտնվում ենք։ Բաստված մի առասցի նորից եմ ասում Իրանի շուրջ սկսվեն մասշտաբային գործողություններ։ Երեք հենց Իրանը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին, որ իր վրա պատրաստվում է ռազմական գործողություն հարձակում։ Դա ինչ է տալիս։ Մի կողմից դա տալիս է արդեն իրավունք համարժեք պատասխանելու, մյուս կողմից երբ որ պաշտոնականացնում ես արդեն միջազգային իրավունքի եւ հարաբերությունների դաշտ ես բերում։ Դա նաեւ զգուշացում է մնացած երկրներին տարածաշրջանի, այդ թվում նաեւ մեզ։ Մենք չպետք է ջայլամի նման գլուխներս մտցնենք հողի մեջ, ասենք դե Նիկոլ խաղաղություն, ընտրություն, Նիկոլ խաղաղություն, ընտրություն, Նիկոլ խաղաղություն։ Վաշինգտոնից վերադառնում եմ խաղաղության նկատմամբ ավելի վստահությամբ։ Իր շուրջը 100% բոլորը խոսում էին Իրանին հարվածելու են, թե չեն հարվածելու, հարվածելու են, թե չեն հարվածելու։ Ինքը հայ ժողովրդին, Արտաշատի քաղաքացիներին, Վեդի քաղաքացիներին, Ամասիայի քաղաքացիներին խաբում է։ Վերադառնում եմ խաղաղության, բայց վստահ եմ մի ամբողջ օր Վաշինգտոնում գտնվելուց ինքը իր զրույցների 90% եղել է տարածաշրջանային հնարավոր պատերազմի մասին։ Այդ ումից է խաղաղություն ինքը սպասում, ես չեմ հասկանում։ Այդ ով չի ուզում խաղաղություն, հա? Այդ որ մեկը չի ուզում խաղաղություն։ Բայց այսօրվա դասավորվածության մեջ դա նշանակում է ինքնախապեյություն, մենք հիմա ընդհակառակը էլի խոսենք խաղաղությունից, բայց ես վստահ չեմ, որ իրանց կառավարման մեջ պատրաստ են դիմագրավելու բոլոր այն հնարավոր մարտահրավերները, որոնք որ Հայաստանը կարող անմիջապես այս փաստի առաջ կանգնեցնի առաջին իսկ օրերին։ Պատրաստ են, եթե պատրաստ են, թող ամբողջ օրը խաղաղությունից խոսեն։ Իսկ հանրապետական կուսակցությունը պատրաստ է, ունի ծրագիր։ Ինչի ծրագիր։ Անվտանգային ծրագիր։ Իհարկե ունի, ոնց կարող չունենա երկարատև պետական կառավարման մեջ լինելով եւ շատ լավ տեսնելով ու հասկանալով զարգացումները։ Մենք դրա մասին ներկայացրել ենք, մենք դրա մասին խոսել ենք։ Եկեք անցնենք ընտրություններին, որովհետև 26 թվականի ընտրությունների գլխավոր հարցն է, եթե ոչ ամենագլխավորը, ով կհայտնվի քվեաթերթիկում, պարոն Զաքարյան, ու փորձագետների մի մասն էլ արդեն սկսում է խոսել, որ վերջ մոլդովական սցենարը մեկնարկել է Հայաստանում, ուժի վերարտադրությունը տարբեր տեխնոլոգիաներում ամեն դեպքում ապահովելու է։ Ինչ նշանակում մոլդովական սցենար։ Մոլդովացիները Մոլդովայի քաղաքացիներ, ովքեր ապրում են Մոլդովայում, մերժել են Սանդոյի իշխանության, այսինքն Սանդոն չի հաղթել Մոլդովայի ներսում, Սանդոն հաղթել է Մոլդովայից դուրս։ Հիմա Փաշինյանն էլ հաղթելու է Թուրքիայի ու Ադրբեջանի համար, այդ նույն տրամաբանությամբ եթե առաջնորդվեն։ Հաղթելու, եթե իրականությանն ենք նայում, ես վստահ եմ, որ Փաշինյանը ԿՊ-ի ներսում էլ չի հաղթի, եթե իրականությանն ենք նայում։ Եթե հանում ենք բոլոր տեսակի, այսպես ասած, բան պայմանները, հա, որոնք ոչ, այսպես հավասար պայմաններ չի ընդհանրում, հա, եթե օրինակ ԿՊ-ում մի հատ ուրիշ տեխնացու էլ դնի, ԿՊ-ի ներսում, հա, պրայմերիզ անեն, ես վստահ չէ, որ ԿՊ-ի ներսում Նիկոլը 50+1 հավաքելու է։ Եթե այսպես անաչառ ու լուրջ վերաբերվեն բաներին։ Հետևաբար այն ահռելի աջակցությունը դրսից, որ ինքը ստանում է քաղաքական Թուրքիայի եւ Ադրբեջանի հստակ ուղղորդված ասած դրական վերաբերմունքը վարվող քաղաքականությանը եւ այն կեղծ նարատիվները, որոնք որ շրջանառության մեջ են դրվում քվե ստանալու, այսպես ասենք խաղաղության քվե ստանալու համար, ես անկեղծ ասած, այսպես կարծում եմ, որ այս ընտրությունները լինելու են շատ ծանր եւ Հայաստանի համար շատ բախտորոշ վճռորոշ ընտրություն։ 21 թվականի ընտրությունները Արցախի համար եղան վճռորոշ, մենք զգուշացնում էինք,
18 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրությունները եւս եղան Արցախի եւ Հայաստանի համար վճռորոշ, մենք զգուշացնում ենք 26 թվականի ընտրությունները հերթական լինելու են Հայաստանի Հանրապետության համար վճռորոշ, մենք հիմա էլ ենք զգուշացնում։ Հետևաբար ամեն ինչ կախված է մեր ժողովրդից։ Չնայենք ամերիկացիներն ինչ են ասում, եվրոպացիներն ինչ են ասում, թուրքերն ինչ են ասում, ադրբեջանցիներն ինչ են ասում կամ ռուսներն ինչ են ասում։ Մեր ժողովուրդը պետք է իր համար շատ պատասխանատու եւ շատ այսպես հիմնավորված, փաստարկված ընտրություն կատարի։ Եթե վստահ են, որ Նիկոլն է իրանց թեկնածուն, վստահ են, թող հենց այդ վստահությամբ էլ ընտրեն, բայց իմանան, որ իրանց երեխեքի եւ իրանց հայրենազրկման պատճառը հենց իրանք են, ոչ թե Նիկոլն է։ Նիկոլն էլ այլևս մեղավոր չի։ Եթե վաղը Հայաստանի Հանրապետության սպառնա ինչ-որ մի բան, Նիկոլը մեղավոր չի, մեղավոր են բոլոր նրանք, ովքեր գնացել եւ քվեարկել են իր օգտին։ Մեղավոր են բոլոր այն ընդդիմադիրները, որոնք չկարողացան այսպես քաղաքական վերջապես համաձայնություն գտնել եւ իրար ձեր վաղ ցենց դուք նախքին եք, դուք եսեք, դուք բերեցիք Նիկոլին, դուք տարակ, դուք այս հիմար զրույցները մինչեւ այսօր շարունակվում են։ Այսինքն այստեղ ես դինեմ Նիկոլի փոխարեն, կասեմ լավ էլ անում եմ ձեզ հաստում։ Արգելի հայ ժողովուրդ։ Դե եթե այսքանից հետո դուք էլի պատրաստ եք ստերին կեղծիկներին հավատալու խաբվել, ուրեմն Աստված ձեր հետ։ Բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ այդպես չի լինելու։ Ես զգում եմ, որ մեր ժողովուրդը արդեն այլ կերպ է նայում զարգացումներին։ Լուրջ է վերաբերվում ավելի պատասխանատու է վերաբերում, ավելի գիտակից է մոտենում խնդիրներին եւ արդեն իսկ ոնց որ ասած գլխին եկածով շատ բան ավելի լավ է տեսնում։ Պարոն Զաքարյան, ասում եք զգուշացրել էինք, զգուշացնում էինք, հիմա էլ ենք զգուշացնում։ Մեր կարգախոս հիշում եք, եթե մտահոգ ես։ Հա։ Երեք լսեցի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ այդ կոնսոլիդացիայի մասին այդպես ուղղակի թրուցիկ ասած ոչ միտեղ չունենք ոնց որ գնալու, չեմ կարող բառացի ցիտել, համեցեք, եթե ինչ որ մեկ ունի առաջարկ, եկեք խոսենք։ Այսինքն այս զգուշացումից զատ այդ խոսալու թեմա տեսնում եք, այնտեղ ակտիվացել են առաջարկ Հայաստանին, ուժեղ Հայաստանը, միանում են բոլորը։ Չէ, որ միասնաբար է պետք անել, ոչ թե կարանտին չի կարող։ Բայց հիմա տեսնում եք, որ ոնց որ քիչ-քիչ միանում են, ինչ որ տարեր կան միանալու։ Այս վերջերս հարցազրույցում էլի ասում եմ, հույս կա այս պայդրությամբ, որ ընդդիմությունն էլ այդ լոկալ թեկուզ իմաստով, բայց որոշակի խոշորացումը, որ կարողանում է արվի, դա հետընտրական ժամանակաշրջանի համար շատ կարևոր է, որի հեշտ կլինի շատ խնդիրներ լուծել եւ հաղթանակն էլ համատեղ հաղթանակ, համատեղ ձեռքբերում կկոչվի։ Դե զգուշացումից զատ նկատում եմ ինչա արվում մենք աշխատում ենք բոլորի հետ եւ ինքներս հասկանում ենք, բաթաբար չի որ մինչեւ այսօր մենք այսպես դեռ չենք շտապում եւ ընտրություններին մասնակցել, չմասնակցելու մասին հայտարարություն չենք։ Մենք ուզում ենք հասկանալ, որտեղ մեր նպատակը իշխանություններին փոխելն է, ոչ թե մանդատ ձեռք բերելը։ Կարծում եմ բան չի, հա, այդպես որ մեկը չի կասկածում, որ հանրապետականը շեմը կհաղթարի, հանգիստ, մի բան էլ ավել, բայց արդյոք դա է լուծումը կամ դա է պետք մեր երկրին։ Մենք ուզում ենք, որ այնպիսի կոնֆիգուրացիա ձևավորվի, ստացվի, որ դա մեծ հավանականությամբ տանի դեպի ժողովրդի հաղթանակի։ Դուք հավատում եք, որ ժողովուրդը կընտրի հանրապետական կուսակցություն։ Ոչ միայն հանրապետական, ընդդիմադիր այն ուժերին, այո, ժողովուրդը, մենք չենք ասում ժողովուրդ եկեք հանրապետական ընտրի։ Իսկ ՀԿ-ն պատրաստ է միանալ այդ դեպքում։ ՀԿ-ն պատրաստ է բոլոր այն գործընթացներին, որոնք որ առողջ եւ հիմնավորված կերպով նպաստելու են պետություն այս իրավիճակից դուրս բերելու։ Իհարկե իշխանապողությունից հետո։ Դե իշխանապողությունը այս պահին արդեն տեսնում եք, որ ընտրության կգնալու։ Իշխանապողության համար մենք ունենք երկու գործիք։ Դեռ ունենք երկու գործիք։ Այո։ Ամստայություն հայտնելու գործընթացը ոչ մեկ չի չեղարկել,
մինչև հունիսի 5-ին էլ կարող եք այդ գործընթացը իրականացնել։ Ոչ մեկ դա չի չեղարկել եւ իրավական իմաստով եւ քաղաքական իմաստով եւ ոչ մեկ չգիտի թե վաղը ինչ կարա տեղի ունենա եւ արդյոք դա չլինի ամենակարճ եւ ամենաիրական ճանապարհը գլխավոր նպատակին հասնելու համար։Ավ 2 ամիս ժամանակ էլ դեռ կա, մայիսին ուզում եմ ես հասկանալ ՀԿ-ն ինչ է պատրաստվում անել, ինչ շատ հետաքրքիր է, որովհետև իմանալով Սերժ Սարգսյանի մտքի, այսպես ռազմավարությունը, այդ շախմատային մտածելակերպը ամեն դեպքում հասկանում եմ այս պաուզային վիճակը, որովհետև անտարբերություն չի դա, այդ զգացումը որ դա անտարբերություն չէ, բայց շատ այնպես որ հանդարտ մարմնի մեջ ենք պատրաստվում։ Այսինքն այդ հայտարարելու եք, տեխնացու լինելու է, թե ծրագիրն եք առաջարկելու ձեր։ Չէ, դա մեր կուսակցական խնդիրն է եւ իհարկե քաղաքական գործընթացների նկատմամբ մեր դիրքորոշումները եւս մեկ անգամ իմի բերելու լինելու։ Բայց ինչ վերաբերում է ընտրություններին, մենք նորից եմ ասում, մենք մեր համար գլխավոր խնդիրը, եթե մենք տեսնենք, որ մեր մասնակցությամբ ավելի այսպես մեծ է լինելու հավանականությունը, իշխանապողության բնականաբար մասնակցում։ Եթե տեսնենք, որ մեր մասնակցությունը ընտրություններին ուղիղ իմաստով չի, այլ անուղղակի իմաստով էլ ավելի մեծ էֆեկտ է տալու, աջակցելով այս կամ այն քաղաքական ուժին կամ ուժերին, դա եւս այսինքն մենք այս պահեդրությամբ չենք շտապում մասնակցելու վերաբերյալ հայտարարություն անելուց եւ կանենք այն պահին, երբ որ վստահ լինենք, որ դա օգտակար է իշխանապողությանը։ Եվ մի այսպիսի կարծիք էլ է շրջանառվում փորձագիտական դաշտում, որ ընդդիմությունը պետք է հաղթի մինչև հունիսի 7-ը։ Եթե չհաղթեց, այսինքն հունիսի 7-ին, բայց դուք քիչ առաջ ասացիք, որ անգամ հունիսին կարող են անվստահության քվե հայտնել։ Այսինքն մինչև 7-ը էլի հնարավոր է հենց այդ իմաստով ասվում։ Սահմանադրությունը այդ հնարավորությունը տալիս է, քանի դեռ երկրի վարչապետ Քարոզարշավին չի խանգարում։ Քանի դեռ երկրի վարչապետ փաստացի կա, այդ տվյալ վարչապետի նկատմամբ օրենքով սահմանված կարգով հնարավոր է իրականացնել եւ ազգային ժողովն էլ կա, հնարավոր է իրականացնել անվստահություն հայտնելու գործընթաց։ Հիմա Քարոզարշավը գրած չի, որ Քարոզարշավը խանգարում է։ Ամեն դեպքում իրավական լծակ չկա խանգարող։ Լավ, իսկ Քարոզարշավը կարող է վերածվի հենց անվստահության գործընթացի օրինակի համար, այսինքն ամեն ինչ, ամեն բան հնարավոր է։ Հա, բայց փողոցային պայքարը սպառվել է, չեք կարծում։ Անվստահության արտահայտելու ամենաակտիվ ձևերից մեկը սպառվել է, ըստ էության։ Չէ, եկեք բան չանենք, իրադարձությունները մեկը մյուսից առաջ չդնենք, որովհետև գործընթացը եթե լինի, ոչ մեկ չի կարող ասել, թե փողոցային պայքարը արդեն ավարտվել է։ Նայած թե փողոցային պայքարի մոտիվացիան եւ գլխավոր նպատակը որն է, նայած թե ինչ իրավիճակներ են շուրջը զարգանում։ Իսկ այնքան արագ է փոխվում աշխարհը։ Շատ արագ է։ Տեսնում ենք ինչա կատարվում աշխարհում, մեզ մոտ է։ Ամիս առաջ չգիտեիք, չէ, ամիս ու կես առաջ չգիտեիք, որ Աբրահամ Լինկոլն եւ Ջերալդ Ֆորդ ավիակիրները մոտենալու են Իրանին։ Ոչ մեկ չգիտեր դրա մասին։ Հետևաբար իսկ Մյունխենի անվտանգության կոնֆերանսը վերջին մի քանի օր առաջ տեղ ունեցած, այսպես ուշադիր, երբ որ հետևում եք բոլոր լիդերների ելույթներին, տեսնում եք, որ ոչ մեկի ելույթի մեջ այսպես դեպի խաղաղություն, դեպի անվտանգություն եւ դեպի կայունություն տանող որևէ այսպես հուսադրող բան չկա ցավոք։ Աշխարհը գնում է գլոբալ մեծ փոփոխությունների, փոքր պետություններն էլ պետք է կարողանան ոտքի տակ չընկնեն։ Էս է խնդիրը։ Գլուխները պահեն ինչ-որ մի ձևով։ Փորձենք եղածը պահենք, եղածի ստատուսը պահենք, եղածի ռեսուրսներն ու զարգացման հնարավորությունները պահենք, մեր պետությունը, մեր պետականությունը։ Այլ շանս, այլ տարբերակ ուղղակի չի լինելու։ Տեսեք, մենք խոսում ենք եւ ավստահության քվե հայտնելու մասին եւ թեժ պահին, ամենակարևոր ճակատագրական պահին դիմադիր ուժերի կոնսոլիդացիայի մասին,
ու այս պահին էլ տեսնում ենք, որ հիմա Գագիկ Ծառուկյանի հետ առաջարկ Հայաստանին ծրագրին են արդեն ծրագրի շուրջ են ավելի շատ կոնսոլիդացվում մարդիկ ու երեկ էլ հրապարակներ, չգիտեմ, կարդացել եք թե չէ, հրապարակներ գրել, որ Միհրան Պողոսյանը ԴՀԿ նախկին պետ, նախկին կուսակցության անդամ ձեր, կարծես թե էլի ուզում է միանալ առաջարկ Հայաստանին, չեմ ուզում հիշենք իրեն ինչպես են անվանում, իհարկե կարող ենք ասել Քեթրինի Միհրան, որ ասում են նրա մասին է խոսքը, ինչերի մեջ է նա ներգրավված եղել այս պարագայում, ինչ կոնսոլիդացիայի մասին կարող է էլի խնդիր լինել, երբ թեկուզ եւ չգիտեմ, էլի նախկինի ֆոնի տակ ասվում է սա։ Ինչերի մեջ է ներգրավված եղել։ Օֆշորային Տեսեք, ձեր նպատակ մենք խոսում ենք պետության անվտանգությունից, գլոբալ խնդիրներից, դուք գնում եք ինչ-որ անհատի, ինչ-որ, այսպես ասեկոսային մակարդակ, թեկուզ ստեղծել եք կուսակցություն, ի՞նչն եք քննարկում։ Ասեկոսը չի, նա ուզում է միանալ Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին։ Ձեզ օգնության հասած շտապ օգնության բժշկի դիպլոմը դուք հարցնում եք, փոքր ժամանակ Բաքում կռիվ արել, կռիվ չի արել, ընկերները նեղացել են, իրարից չեն նեղացել, այդ հարցերը չեք տալիս, չէ՞։ Այդ արգելի լրատվամիջոցներ, ես ուզում եմ նորից այս բանանը։ Այդ ընդդիմության ներսում այդ բաները, այս լրացուցիչ եւ տվյալ իրավիճակի համար կներեք ասեմ ավելորդ հարցադրումները։ Խոսում է, չէ՞, այդ ասած տեղեկատվականի մեջ մտնում է դա, չէ՞։ Թող խոսի, ով ուզում է, թող խոսի։ Թող խոսեն ու վերջապես գան այն եզրահանգման, որ հիմա ամենագլխավորը մեր միասնական ճակատով այս իրավիճակից դուրս գալն։ Ես հասկանում եմ, բայց համախմբված վիճակով այս բանից դուրս գալն, հա, երբ որ սա պատերազմի նման մի բան է։ Բայց ժողովուրդը հասկանում է, որ պատերազմը, գոյության պատերազմը, հա, այս պատերազմին չես հարցնում, չէ, այս մեկնովա են, մյուսնովա, խիսենց եղավ, խինենց եղավ, ովում սխալ բարև տվեց, բարև չտվեց եւ այլն։ Դե սա նույնն է, ինչ ադրբեջանցիների մտնելու ու հələ չգիտենք ինչ է։ Իհարկե։ Բայց այդ մարդը Իհարկե։ Հիմա ով ում հետ ուզում է թող միավորվի։ Միավորվել բառն է, բանալի բառ։ Բանալի բառը միավորվելն է։ Եթե միավորվում են մեկ նպատակի համար, ուրեմն հիմա պետք է բոլորին ասել, որ այո, ճիշտ ճանապարհի վրա են։ Կմիավորվեն, չեն միավորվի, որոշումներ կայացնեն, չեն կնարկի, հիմա քննարկումները մենք ասում ենք մենք հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին, փորձում ենք հասկանալ հիմնական կոնֆիգուրացիան, եթե գտնենք, որ արդեն բավարար է, մենք այսպես հանրապետականը միշտ էլ իր մասնակցության ձևը ունենալու է, միշտ էլ իր օգտակարությունը, իր արդյունավետությունը մեր երկրի համար ապացուցել է եւ ունենալու է։ Հիմա կգա մի իրավիճակ, որտեղ կհասկանանք, որ այո, պետք է մասնակցել եւ օգուտ տալ ընդհանուր գործին, ուրեմն գնում ենք մասնակցել։ Բայց կարա լինի այնպիսի իրավիճակ, որ ասեք, չէ, չենք մասնակցել։ Կարա։ Այս պահի դրությամբ մենք դեռևս ուսումնասիրում ենք զարգացումները, հետևում ենք զարգացումները եւ հանրապետական ունի նաեւ վարկագիծ չշտապել, հա, հետևություններ անելուց, որպեսզի հետո ստիպված չլինի բան կարծիք փոխել։ Մենք որ ասում ենք, այ միշտ այս բանը ասել ենք ճիշտ է, դուրս եկել է, մյուսը ճիշտ է եղել, մյուսը ճիշտ է եղել, ինչի՞ց է դա մեր փորձ, ոչ թե մենք իմաստուններ ենք, մարգարեներ ենք, մեր փորձը, գիտելիքը եւ քաղաքական վարքաբանությունն է բերում դրան։ Երբեք առաջ ընկնենք ինչ-որ մի բան ասենք կամ սենսացիա մանկանք ինչ-որ մի բան, դա մեր ձեռագիրը չի։ Մեր համար կարևորը պետությունն է։ Ամեն դեպքում կոնսոլիդացիա ակնկալում եք, ակնկալում ենք, այո, հետընտրական, գոնե հետընտրական կոնսոլիդացիա, մեր մասնակցությունը թե ինչ տեսքով կլինի, այսինքն դա կլինի ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու, ընտրություններում այս կամ այն ձևով դրսևորվելու կամ դա այս պահի դրությամբ դեռևս վերջնական ձևավորված հարց չէ։ Եվ գլոբալ խաղաղություն ամեն դեպքում չկա։ Գլոբալ խաղաղություն չկա եւ պետքա շատ զգուշ լինել, որ բախումների կենտրոնում եւ տարբեր գերտերությունների ոտքի տակ չընկնեն, ինչպես ընդունված է ասել, հա, ճակերտավոր։ Շնորհակալ եմ շատ, պարոն Զաքարյան։ Շնորհակալ եմ։
Շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում, շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։